աշխարհի իրադարձություններուն top հնկիագի մեջ է Փաշինյան Կարեկին երկրորդ պայքարը, որուն համար մենք բոլորս սխուր ենք եւ մտասպաղ ենք եւ մտահոգ ենք։ Բոլսո ծեր ագնոցով դիտված այս բադուհանեն դիտված ինչպես կնկարագրեք իրավիճակը։ Հայտնի է, որ կաթողիկոս Սրբազանի գերբարը չար տարածներ այն ինչ որ պիտի սպասվեր հայ արաքելական եկեղեցու քահագալեն, ամենաբարձր քահագալեն, կաթողիկոսեն։ Իր անունը շփոթվեցավ օֆշորային հաշիվներով, փարթամ կյանքով, շատ լյուքս ինքնաշարժներով, բենտլեյներով, չես գիտեր ինչերով, ապա վրա հասավ այլ տեսակի հոգևորականի անվայել գենցաղի մասին ահագին բնդումներ։ Կացությունը այսօրվա հadouk չէ։ Հիմա սա գրգին փրնգում մնե ցևոմը առաջին անգամ կաթողիկոսի հանդեպ թշկողությունը դրսևորվեցավ Թավշյա հեղափոխության անմիջապես հաջորդող օրերում։ Այդ օրերուն էր, որ ժողովուրդը նախկին իշխանության հերացումեն եւ մանչեց, որ կաթողիկոսն հերանա իբրև անոնց անմիջական խմբակի անդամը ասենք։ Քաղաքական ուժեր կան, որոնք կսեն թե աս Նիկոլը եկավ, Նիկոլը որովհետեւ թուրք էր, Նիկոլը երկիրը թուրքերուն ծախեց։ Բոլորս գիտենք, որ երևույթը այդպես չէ։ Այդ մեկը իբրև թե անզիջող, բայց իրականության մեջ խնդիր լուծելու կարողությունը գործընծուցած խմբակիմը 30 տարվա անջարակության հետևանքն է այսօր պատահածը։ Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը այսօր Բոլիսեն, մեզ համար շատ սիրելի վայրեմը, կգտնվին Բոլսո Ագոս հայկական թերթի խմբակրադան հարգինդակ եւ մեր զրույցը հայկական էջերու գլխավոր խմբակիր Պակրատ Էստուկյանին հետ է, բարի եկածեք։ Բարի տեսակ սիրելի Սակո։ Դուք պետք է եսեք բարի եկածեք, բայց մենք դանդերի իրավունքով Հիմա սավան այդպես եղավ հաղորդման առումով։ Այո։ Պարոն Էստուկյան, գիտեք հետևիկ հայկական աշխարհի իրադարձություններուն գարձեք, եթե այսպես նկարագրեմ, top հնկիագի մեջ է Փաշինյան Կարեկին երկրորդ պայքարը, որուն համար մենք բոլորս դխուր ենք եւ մտասպաղ ենք եւ մտահոգ ենք։ Բոլսո ծեր ագնոցով դիտված այս բադուհանեն դիտված ինչպես կնկարագրեք իրավիճակը։ Գիտեք, այս կացությունը այսօրվա հadouk չէ։ Հիմա սա գրգին փրնգում մնե ցևոմը առաջին անգամ կաթողիկոսի հանդեպ թշկողությունը դրսևորվեցավ Թավշյա հեղափոխության անմիջապես հաջորդող օրերում։ Այդ օրերուն էր, որ ժողովուրդը նախկին իշխանության հերացումեն եւ մանչեց, որ կաթողիկոսն հերանա իբրև անոնց անմիջական խմբակի անդամը ասենք։ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական կամ ավելի գդրուկ օլիգարխական համագարքի թերագադարներն մեկը ըլլալով դեսնվեցավ կաթողիկոսը եւ այն ադենալ իրեն թեմ արշավը մեկնազեր արդեն, բայց հետո այդ արշավը ժամանակի ընթացքին քիչ ավելի հանգեցավ, մարեցավ։ Վերջերս գրգին փրնգեցավ, հայտնի է, որ կաթողիկոս Սրբազանի գերբարը չար տարածներ այն ինչ որ պիտի սպասվեր հայ արաքելական եկեղեցու քահագալեն, ամենաբարձր քահագալեն, կաթողիկոսեն։ Իր անունը շփոթվեցավ օֆշորային հաշիվներով, փարթամ կյանքով, շատ լյուքս ինքնաշարժներով, բենտլեյներով, չես գիտեր ինչերով եւ ապա վրա հասավ այլ տեսակի հոգևորականի անվայել գենցաղի մասին ահագին բնդումներ։ Անշուշտ որոշ չափով անոնք կրնան գսել թե գարկմը բաներ միայն եկեղեցու ներքին գարկի կանոնի հետ կապ ունի, բայց եթե մենք դիտենք որպես հայ ժողովուրդ մեր ինքնության կարևոր փաղաթրիչներն մեկը դարձած է եկեղեցին
եւ չեն կրնալ ասել, որ անոնք իրենց խնդիր ունին, ինչպես որ գուզեն, այդպես երթան։ Այդ ըսելու ի վիճակի չենք։ Այսօր մեզ համար դա կավին նոր փորձություն է pedagoganությունը։ Մենք տարեր շարունակ առանց pedagoganության գոյությունը բահած ազգ մնենք, առաջին անգամ 1918-ին փորձեցինք pedagoganություն հիմնել եւ այդ փորձը հազիվ 2 տարվա կյանք ունեցավ։ 2 տարի վերջ եկավ երկրորդ հանգրվանը, այս անգամ խորհրդային միության անդամ հանրապետություն ունեցանք, ինչ որ այդ 70-ի շուրջ տարիները մեզի համար հայրենիքի ձաղկման տարիներ եղան նաև։ Գրնա ասվիլ թե ադիգա օդարի լուծին դագեր, մեր խաղապարախոսությունը չէր, այնպես էր, այսպես էր, բայց հստակ իրողություն մգա, որ հայրենիք մը ձաղկեցավ այդ 70 տարիներու ընթացքին։ Շատեր այդ հայրենիքը նույնիսկ աբազգային հրճագեցին, բայց տեսանք, որ հայրենի երկրի ժողովուրդը փառքավաճում ունեցավ, ուսման մագարտակը հստակորեն բարձրացավ, մենք ունեցանք անհոգ սերունդը, անհոգ սերունդներ ասել ավելի ճիշտ է միգուցե, որոնք աշխատանքով ապահովված էին, իրենց բնակարանի հոգ չունեին, առողջության հոգ չունեին, ուսման ծախսի հոգ չունեին եւ երգիր մը ծաղկեցավ։ Հետո վրա հասավ երրորդ հանրապետությունը։ Ընդամենը 100 տարվա ընթացքին, 1 տարի ընթացքին 3 անգամ պետություն հիմնելու փորձ։ Եվ այս երեքով այս անգամ ամբողջ հայությունը ի Հայաստան, ի Սփյուռս ուրախացանք անկախ pedagoganության գոյությունով, բայց անկախ pedagoganության հետ միասին համարյա նույն բահուն մենք ականատես եղանք երկրի գողոբուդին, երկրի թալանումին, այնինչ որ 70 տարիներու ընթացքին ստեղծված էր իբրև ջարդարագիտական երկիր, այդ ջարդարագիտությունը քանդվեցավ, այդ ջարդարագիտությունը թալանվեցավ։ Մեր 10,000 աշխատող ունեցող գործարանները այսօր լքված դարածքներով վերածված են եւ մեջը բարբուված։ Ահագին ես կհիշեմ կորձիկներ, հաստոցներ, մեքենաներ իբրև թափոն երկաթ վաճառվեցան Թուրքիա եւ Իրանին, Թուրքիա եւ Իրանին։ Փեռնադար մեքենաները, երբ որ այդ փերը փերծված գերտային թեպի սահման, ժողովուրդը արդյունքով կհետևեր այդ մեքենաներուն։ Ժողովուրդը կանտրատանար, որ երկրի ունեցվածքն է թալանվողը։ Բայց ադոր փոխարենը ինչ կսեին, ասոնք սովետական ժամանակի արդատրությունն համաշխարհային չափանիշներու համապատասխան չեն, ասոնք բանիմը չեն ծառայեր, այդ բանիմը չեն ծառայեր սվածով ինչեր կկառուցվեր մինչդեռ։ Հետևաբար մենք միգուցե ամիսներու ընթացքին սեփականացման օրենքներու շնորհիվ ահագին երկրի հարստության թալանումին ականատես եղանք եւ այդ ընթացքին մեջալ դժբախտաբար 30 տարվա սխալ ռազմավարություններու հետևանքով նաեւ գործընծուցինք Արցախը։ Արցախը միգուցե ամբողջ պատմության ընթացքին ալ Հայաստանի մաս չէ կազմած։ Արցախը երբեք Հայաստան չի եղած։ Արցախը հայերու իշխանության դակ գտնվող տարածք մի եղած է։ Մերթ Օսմանցի սուլտանի դիրապետության տակ, մերթ Բարսիկ շախի դիրապետության տակ, մերթ ռուսաց ցարին դիրապետության տակ, բայց միշտ հայկական երկիր մի եղած է։ Արցախի մելիքները միշտ այդտեղ իրենց իշխանությունը գրծած են բահել։ Երբեմն համագերբելով այս ուժին կամ այն ուժին, որը մեկը որ ավելի քերագշիր է այդ բահում։ Այսօր բայց Արցախը հայաթափ եղավ։ Սա ամենամեծ կորուստն է։ Ես այս բանը գսեմ Արևմտյան Հայաստանի հաշվին ալ։ Արևմտյան Հայաստանի մեջ հայերը pedagoganություն թեև չունեին, բայց ունեին հայրենի երկիր։ Այդ երկրի մասին Խրիմյան այրիկը ինչ հրաշալի պատմություններ ունի պատմած։
բաբիկն ու թորնիկը արագներու շարքին մեջ ինչ հրաշալի բաներ հողի վերաբերող։ Մենք այսօր այդ հողեն զրկվեցանք, հայրենի հող էր այդ մեկը, հայ ժողովրդի աշխարհի հետ հանդիպած տեղն էր, Հայաստանն էր այդ տեղը, եւ մենք 1915-ին յետ հայրենի հողեն զրկվեցանք եւ կալով 1923-ին այս անգամ Արցախը նույն ճակատագիրը ունեցավ, հայաթափ եղավ։ Այս բոլորը մեզի համար եղելությունները թադելու, գշրելու, մեկնաբանելու եւ ըստ այն նման ռազմավարություն մշակելու քեդիններ պետք է ըլլան, բայց մենք դակավին հոն չենք ասած, դակավին ողջ մտությամբ եղածը, չեղածը ընկալելու ընթացքին մեջ չենք, դակավին երկիրը այս վիճակին բերող քաղաքականությունը պաշտպանող քաղաքական ուժեր կան, որոնք կսեն թե Նիկոլը եղավ, Նիկոլը որովհետև թուրք էր, Նիկոլը երկիրը թուրքերուն ծախեց։ Բոլորս գիտենք, որ երևույթը այդպես չէ։ Այդ մեկը իբրև թե անզիջող, բայց իրականության մեջ խնդիր լուծելու կարողությունը գործընծուցած խմբագիմը 30 տարվա անջարակության հետևանքն է այսօր պատահածը։ Մենք հիշենք Արցախի առաջին պատերազմին յետ քրավեցինք հավելյալ 7 տարածքներ։ Այդ տարածքները քրաված պահուն մենք գիտեինք արդեն, որ իբրև հայեր գիտեինք, որ այդ հողերը մեզի չեն պատկանիր։ Եվ մենք այն ժամանակ անվարան սա խոսույթը ներկայացինք։ Ասենք թե մենք Արցախի ինքնիշխանությունը ապահովել գուզենք, Արցախի հայկականությունը հարադեպ դարձնել գուզենք, իսկ այս տարածքները, որ պատերազմի ընթացքին մեր ցերկը անցան, պետք է վերադարձնենք։ Սա մեր առաջին խոսույթն էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրով։ Բայց հետո երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցության սեղանին վրա այս նյութը օրագարկի բերավ, այս անգամ զինք մեղադրեցին հողդվող ասելով, այս կոչումը հողդվող, հողադու։ Լևոնը ստիպվեցավ հրաժարելու, իր մեջ եկողները ժողովուրդը լոլոզեցին սա խոսույթով, ասին թե մենք արյուն թափելով հող նվաճած ենք, ինչու համար ետ պիտանք։ Միշտեր գիտեինք, որ արդար չէր այդ մեկը, այդ նվաճումը արդար չէր, այդ նվաճումը Արցախի ազատագրումին հետ կապ չուներ, ուրիշ բան մներ, պատերազմի ընթացքին ճիշտ է, մեր ջամփուն վրա ով որելավ, արինք հարաճացանք, վերջապես Արցախը ազատագրվեցավ, բայց այդ մյուսները հագարագործին պատճառեց միլիոնով քաղաքականներու երևույթ։ Եվ մենք պետք է արիտ տայինք, որ այդ մարդիկը վերադառնան իրենց երկիրը, մենք պետք է հրաժարեինք, մեզ այս մեկը թելադրեցին, մեզ այս խնդիրը թելադրեցին, ասելով կոնեք 5 ռայոն դվեք եւ խնդիրը ծևի մը կա լուծեցեք հարցը լուծվի, խնդիրը լուծվի 5 ռայոն ասելով նկատի ունեին Հայաստանի եւ Արցախի միջև մնացած հատվածը ադոնք թող ծեր մոտ մնան որովհետեւ Հայաստանն ու Արցախ իրարու գբած ըլլան իսկ մնացյալներն հրաժարեցեք, բայց մենք նույն կորոզությունով, նույն հանկերք գտնեցինք, ասենք որ արյուն տապելով հող նվաճենք, ինչ համար բիդանք։ Չես գիտեր քանի թարվերջ առաջին անգամ պատերազմով հաղթեր ենք, արդյունքը տեսանք։ Այս ասելու ժամանակ ժողովուրդին գվստահեցնեին, որովհետև հագարագործի նախագահը Ալիևը հաջող կհոխորդար ասելով թե մենք պիտի զինվենք եւ երբ որ պատրաստ ըլլանք զենքով ետ բիդառնենք մեր հողերը։ Անոր այդ սպառնալիքին դիմացի գսեին ռուսը հրաման չի դար։ Ռուսը մեր գողքին է։ Ռուսաստանը չարդոն էր որ այդպես բանալա։ Հետո տեսանք թե Ռուսաստանը ինչ թիրք բռնեց, Ալիևը ինչպես իրականացուց իր խոստումը, իր ժողովրդին դված խոստումը եւ մենք ցերնուն այն մնացինք թրկական զորակցությունով ամրացած Ադրբեջանի փանագին թիմաց։ Թուրքիան իր զինվորական գծորդները գրգեց, որովհետեւ անոնք ծրագրեն պատերազմը
եւ մենք անօտաչու թռչող սարքերու դիմաց մնացինք կալաշնիկովներով։ Ինչու մնացինք կալաշնիկովներով, որովհետեւ այդ 30 տարիներու ընթացքին փանագին գդարված մասամբ բարեփոխումները անգամ հապշտակված էին նույնին գարկմու փանագայիններու կողմէ։ Գարկմու փանագայիններ, որ գսեմ, բոլորս տելևիզիոնի էկրաններով տեսանք գեներալ Մանվելի դունեն դուրս եկած զինվորական իրերը բոլորս տեսանք տելևիզիոնի էկրաններով։ Ուրեմն այս ազգը թավաջաններ ունի, այդ թավաջանները, բայց ոչ թե Նիկոլն է, թուրք կոչված Նիկոլը, այլ 30 տարի երկիրը անլուծելի քաղաքականության դադարած նախկինները։ Պարոն Նեստուկյան, շատ հետաքրքրական բադումներ ներկայացուցիք, նաև դրամապանական շարքը հյուսեցիք գալով մինչև օրերս։ Այսօր սակայն իրոք այդ դակնաբը ինչպես պիտի փարադի, որովհետև մենք կտեսնենք, որ թեզը քաղաքականացվեցավ, այսինքն ընդդիմությունը իր ոճով գուզե պաշտպանել կաթողիկոսը, իսկ իշխանությունը գարձես որոշ ենթատեքստեր կան այս բայկարը առաջ տանելու եւ որոշ ոչ հստակ հանրության համար մեղադրանքները սեմ կամ ինչ որ հղումներ այդ մասին դարբեր Հայաստանի Փարսաստիճան դարբեր պաշտոնյաներ լսեցինք դուք որպես հայ հավատացյալ ինչպես ես ալ համեստորեն հայ եկեղեցու հետևորդ առաքելական եկեղեցու հետևորդ ինչպես լուծումը կտեսնեք, որովհետև ամեն վարյան որ գանցնի ի վերջո վիրավորվողը այս բազմատարյա գառույցն է, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին է, որ դարբեր փուլերու, գիտեք, մենք կբարդանանք, որ մեր ժողովրդի նավը, մեր եպիսկոպոսները, մեր քահանաները, մեր բադրիարքները առաջ դարած են հայ ժողովրդի գարավանը այն բահերուն, որ մենք բեդություն չունեինք։ Հետևաբար այսօր հագասությունը կա, այս գառույցը, իշխանությունը, ժողովրդի մեծ մասը, որ լուր եւ ապշած կհետևի, որովհետեւ դեպքեր կբադային, որ երբեք մենք պիտի չուզեինք, որ մեր սրբազաններեն որևէ մեկը գտնվեր ջաղերու ետին, կամ ինչ որ մեղադրանքներու տակ, կամ նույնիսկ կաթողիկոսին թեմ այսպես արդայդություններ, որ մենք սովոր չենք այս բոլորին։ Մեզի համար բոլորովին նորություն է, հատկապես մենք լալով սպիրկ են, չնայած բոլիսը սպիրկ չէ, բայց ծեր մոդալ եղավ, չէ, բադրիարքական բայկար հաջախ թեժացավ, բայց այս իրավիճակը գարձես բոլոր գարմիր քծերը հադեց եւ մենք անպարունակ վիճակի մեջ Այո, գծայնակցի եմ այս հաստատումին, թե անպարունակ վիճակի մեջ չենք, բայց մնացյալը բոլորը հիմնական ընկալումներու հետևանք է կարծես թե թակավորություն չունեցած տարիներուն եկեղեցին է, որ մեր միավորումը ապահովեց, մեզ առաջ տարավ, այս մեկը քիչ վիճելի երևույթ է։ Մենք գսիրենք մեր եկեղեցու բադգարերի այն նվիրյալ կորձիչները պարապանել, բայց չենք անդրադառնալ ժողովրդի ի վնաս կորձող հոգևորականներուն, անոնք ալգային, բադմության մեջ, և թերևս անոնք մեծամասնություն էին։ Մենք կսիրենք այս երկրին համար նվիրումով, այս ժողովրդին համար նվիրումով աշխատող հոգևորականները պարապանելը, քիչ չեն անոնք թիվով, ահագին են, բայց անոնցում է քերազանց ավելի մեծ թիվով ալ ընդհանրակը կա իր անձնական շահերը հետապնդողը, զինք հովանավորողներուն շահերը հետապնդողը, անոնք ալ երբեք քիչ չեն եղած։ Այո, ես հավատացյալը չեմ գրնար համարվիլ, հավատացյալը չեմ, բայց հայ եկեղեցու ուխտյալ ծառան եմ։ Եկեղեցին ինձ համար ուրիշ նշանակություն ունի որպես հայ, քան թե քրիստոնեական վարդապետությունը։
քրիստոնեական վարդապետությունը, որովհետև ես սոցիալիստ մարդ եմ, ինձ համար շատ մեծանշանակություն չունի, որևէ գրոնք նշանակություն չունի ինձ համար, բայց մեր եկեղեցին, մեր մշակույթի անբաժան մասնիկն է, շատ կարևոր մասնիկն է, հետո ես շատ կսիրեմ եկեղեցի գտնվել, երկեցողության մասնակցել, երկչախմբին մեջ բազմացային պատարակ երգել, բասելու բաժնին մեջ, այս բոլորը ինձ շատ սրդամոդիկ բաներ են, երևույթներ են, ես եկեղեցու հետ խնդիր չունիմ, բայց առհասարակ գրոնքներու հետ խնդիր ունիմ, գրոնքները մարդկության որքան բարիք վերին, որքան չարիք վերին, այդ ալ լուրջ խնդիր է, որուն մասին գրնանք խոսիլ, սկսելով խաչագիրներու արշավներեն, մինչև մեր օրերը իսլամական ծայրահեղությունները, գրոնքի նվաստը, գրոնքի մարդկության դված բարիքը և չարիքը քննարկումի ենթակա նյութեր են կգործեմ։ Լուծումներու մասին, այս վիճակը ինչպես պիտի այս վիճակին համար մենք գրնանք վստահիլ հայ մարդու ողջամտության։ Հայ մարդը ինքն իր որոշումներով այսօր գրնա այս խնդրին լուծումը գտնել։ Ամիջապես քանի օր վերջ, 2-3 շաբաթ վերջ նոր դարբան մը պիտի թևագողենք, որ այդ տարին նաև ընդրության տարի է Հայաստանի համար։ Հետևաբար պիտի մենք ժողովրդի ցայնին։ Եվ ժողովուրդը իր ցայներով արդեն այս մասին ինչ որ պետք է ասել, կգարձեմ թե պիտի ասե, կհուսամ թե պիտի ասե, կամ գակնկալեմ թե պիտի ասե։ Եվ այլևս արգազախնդրության ժամանակը պետք է յետև մնա։ Մենք պետք է ամուր քայլերով, հստակ դեսլականով դեպի հարաճ երթանք։ Դեպի հարաճը կնշանակե երկրի ծաղկումը, երկրի փառքավաճումը։ Մենք պետք է այլևս փառքավաճ Հայաստան ունենանք, որովհետև հայ ժողովուրդը արժանի է այդ փառքավաճ Հայաստանին։ Հայը շինարար ժողովուրդ է։ Մենք ցախողենք, երբ որ համագործակցության փուլին կհասնենք։ Մինչև հոն յուրաքանչյուր հայ իր փնածին կարողություններով շինարար է արդեն, գառուցող է։ Հայը իր բազմության մեջ անհատաբար կտեսնես, որ ան իր հատկություններով առաջ կուկա, աչքի գինա, բայց եթե հայոց խմբակ մտնես, այնադեմ պիտի տեսնես, որ այդ խմբակը կդժվարանա ուրիշներու հետ համագործակցելու, միասին լեզու գտնելու, որովհետև ներքին բարակդում ծագած է։ Մենք այս տեսակ թերություն ունենք, սա պատմական անցյալ ունի թերևս անոր կորձոններն կարելի է ուսումնասիրել, ես սա բան չեմ գնար այդ բոլորին պատասխանները իմանալ և մեկնաբանել, բայց կգարձեմ, որ նորենալ ժողովրդի ողջմտությունը այս խնդրին լուծումն պիտի բարգեւե մեզի։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Էստուկյան, այս անգերց զրույցին համար։ Խնդրեմ։ Հարգելի ագընթիրներ, այսօր ձեզ հետ էինք Բոլսեն, նաև այս դոնական օրերու ընթരാճ Արևելքի անունով, մեր ողջ գազմի անունով պիտի ուզեի շնորհավորել ձեր դոնական օրերը, նոր տարին, Սուրբ Ծնունդը մաղթելով, որ առաջիկա 2026 տարին լա ավելի բարեփեր, ավելի հաջող, խաղաղ, նաև օրհնություններով լեցուն տարիմը եւ այս բոլորը անշուշտ արևելքի արտագով, նաև չմոռնամ հիշեցնել, որ մեզի համար խթան է ձեր մասնակցությունը, մեր դեսանյութերը դարաձելը եւ այդպիսով նեցուկ կանգնած գլակ անգախ մամուլի մեր առաքելության բարի մցես։